Հարգելի հետևորդներ, Ելակետ տեղեկատվական հարթակի եթերում առաջին անգամ նախաձեռնել եւ իրականացնում ենք Հայրիկ հաղորդաշարը։ Հայրիկ բացառիկ շարք, որի շրջանակներում նախագծի հեղինակ եւ վարող Հայկ Մարկոսյանն Օվկիանոսից այն կողմ իր հյուրերի միջոցով բացելու է հայ տղամարդու կերպարը երկու առանցքային դերերում՝ որպես հայր եւ որպես որդի։ Այս նախաձեռնությունը երկար մտորված, այսպես ասած մտածված նախաձեռնություններից մեկն է, որը միտված է ներկայացնել հայ տղամարդուն։ Հայրիկին ընտանիքի գլուխ կանգնած անձնավորությանը, որը տարիներ շարունակ մեր ազգին հատուկ ձևով եղել է ցեղի ընտանիքի գլուխը եւ առաջնորդել է իր զավակներին դեպի ապագա։ Շարքի առաջին հյուրը դիվանագետ Արմեն Բայբուրդյանն է։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Արը ձեզ անչափ շնորհակալ եմ հրավերի համար եւ ինձ համար պատիվ է մասնակցել եւ ինչ որ առումով առաջնեկը լինել այս հաղորդաշարի։ Խոսելու ենք անկեղծ, նաեւ ավելնորդ չեմ համարում ասել, որ ես միշտ փորձում եմ անկեղծ լինել եւ դա նաեւ ինչ որ առումով դաստիարակությունից է գալիս եւ ես կարող եմ ասել ծնողներից է գալիս, որ այդ անկեղծ մոտեցումը համարում եմ շատ բնական եւ տեղին։ Պատասխանատվություն հատկապես Սփյուռքում ինքնության պահպանման եւ հայրենիքի նկատմամբ։ Հենց այս գաղափարով էլ սկսվում է հարցազրույցը։ Հայաստանը հայրենիքը, հայոց պետականությունը, դրանք մեր արյան մեջ են նստած։ Մի երկիր, որտեղ ծնվում ես, որտեղ ապրում ես, որին սիրում ես, որին նվիրվում ես, դա ուրեմն դա նաև քո ժառանգությունն է, դու դառնում ես ժառանգության կրողը։ Այն գործը, որ դուք անում եք, այս հաղորդաշարը, այս ծրագիրը, սա հզոր ազդակ է հանդիսանալու նաև դրա համար, որովհետև գալիս է նպաստելու մեր մշակույթի ժառանգության։ Դուք հայաստանցի եք։ Այո։ Որտեղ եք ծնվել, մեծացել, որ թաղամասում։ Երևանում եմ ծնվել, Հաչապնյակում, որը ռուսերենով Չիրոմուշկա է ասում։ Պարոն Բայբուրդյան, ձեր մանկությունը, օրինակ, ձեր մանկության ընկերները, ձեր դպրոցը, այդ մանկական խաղերը, կուզենամ որ դա հիշեք, մի փոքր անդրադարձ կատարենք։ Ձեզ հիշողություններով գնանք ու վերապրենք այն քաղցր օրերը, որոնք որ եղել են։ Նույն Չերեմուշկայի ինչ հետաքրքիր պատմություններ կան։ Մանկության այդ վայրերը, տարիները հատուկ քաղցրություն ունեն, հատուկ բերկրանք է ներկայացնում։ Արագած կինոթատրոնից մի քիչ վերև, ուրեմն այդ մեր շենքներ եւ առաջին ընկերներս, որը հետո այդ ընկերությունը շարունակվեց, մտերմությունը, դպրոցը 122 դպրոցն եմ գնացել, որ համարվել է միշտ Երևանի լավագույն դպրոցներից մեկը։ Մեծ ազդեցություն է։ Այդ բոլորը միասին որ նայում ենք, ուրեմն իմ կոնկրետ ձևավորման մեջ մեծագույն դեր է խաղացել։ Հոկեյ էինք խաղում, սառույց չունեինք, ասֆալտի վրա էինք խաղում, բայց ուրեմն շատ էինք սիրում։ Ֆուտբոլ էինք խաղում եւ ստադիոն էլ ունեինք, դարպասապահ էի սկզբում։ Հետո ուրեմն կիսապաշտպանի, ասեմ 6-րդ համարն էի եւ ինչի, որտեվ Արկադի Անդրեասյան իմ լավագույն ֆուտբոլիստն է եղել միշտ երկրպագում էի եւ հավեսով խաղում էինք ամբողջ օրը դասերից հետո ուրեմն սկսվում էր ֆուտբոլ եւ ծիծաղաշարժ դեպքերից մեկը պատմեմ մեր դպրոցի ուրեմն կոմսոմոլի քարտուղարն էի դեռևս 7-րդ դասարանից մինչեւ դպրոցս ավարտելը 7-ում տարիքը սենց նոր էր համապատասխան, սովորաբար 8-րդից են կոմսոմոլ, ուրեմն դասարանում շատ լավ դասարան ունեինք, շատ համերաշխ, լավ ընկերություն էինք անում, տղա թե աղջիկ, ուրեմն հետո լավ ֆիլմ էր մի հատ, եկել ուրեմն դասարանով որոշեցինք փախնել, հետո տնօրենը ինձ կանչեց, ասում է դու կոմսոմոլի քարտուղարն ես, դու ինչպես կարող է փախնեիր եւ այլն, ասեցի հեսա ժողով եմ անելու, այդ հարցը քննարկելու ենք, տնօրենը զարմացած նայում է, թե ես ինչ նկատի ունեմ, մի հատ
ժողով արեցի, ուրեմն հավաքել եմ բոլորին եւ ասում եմ, որ նայեք, փախնելը դատապարտելի արարք է, 10 դպրոց է, մեր պարտականությունն է, դա բոլորը այո, ուսուցիչները եւ տնօրենը բան նստած են, բայց ասեցի նայեք, երբ որ լավ ֆիլմ ա լինում, կախյալ նրանից թե այդ ֆիլմը ինչքան լավն է, դա արդարացում է փախնելու համար։ Հետո դա մնաց էլի որ Պարոն Վարդության, երբ որ անդրադառնում ենք մեր մանկությանը, երբ որ հիշողությունների գիրկն ենք անցնում, շատ կարևոր դեր ունեն այդտեղ ու անմիջապես տեղափոխվում ենք մեր պապիկ տատիկների տունը։ Կան ընտանիքներ, որտեղ որ մեծերը շատ են եղել, կան ընտանիքներ, որ քիչ են եղել։ Այդ ձեր կյանքում ինչպիսին են եղել մեծերի, տատիկ պապիկների դերը։ Ինչ հիշողություններ ունեք իրենց հետ։ Տատիկներս էին մեր հետ ապրում, պապիկներից ցավոք սրտի այդ բախտը չի վիճակվել։ Տատիկներս շատ լավն էին, այդ մեծ սերը, որ իրենք էին տածում մեր նկատմամբ, իմ նկատմամբ, եղբորս նկատմամբ, բնականաբար դա նաև մեր ձևավորման գործում իր ազդեցությունն է ունեցել, դերն է ունեցել։ Երկու տատիկներս էլ Ախալցխայից էին, Վրաստանի հարավի այդ փոքրիկ գեղեցիկ քաղաքից, Կարնո զավակներն էին եւ հիշում եմ, որ փոքր էի, տատս ինձ, հորական տատս ինձ ասում էր, որ նայ Արմեն, որ ամուսնանաս, անպայման նենց արա Ախալցխայի աղջկա հետ ամուսնանաս։ Ասում եմ ինչի։ Ասում եմ ինչի էլի, բայց ինչի հենց Ախալցխայի, ինչա դա փոխելու, ինչա տալու։ Ասում եմ նայ այն կերակուրները, որ Ախալցխայի աղջիկներն են պատրաստում, ուրիշ ոչ ոք չի կարող պատրաստել։ Շատ հետաքրքիր էր։ Գրադարան ուներ իր անձնական գրադարանը, ուրեմն եւ առաջի գրքերը, որ սկսել եմ կարդալ, շատ ինտենսիվ, հետո տարվում էի կարդալով, դա եղել են տատուս գրքերը։ Պարոն Վարդության, ինչպիսին է եղել ձեր հարաբերությունը ձեր մայրիկի հետ։ Այ տղաները միշտ կապված են եղել մոր հետ։ Մայրս բժշկու է, հիմա բնականաբար թոշակի է անցել, թերապևտ է։ Մորս անմնացորդ նվիրվածությունը ընտանիքին, սա է միշտ եղել մեր աչքի առջև։ Ինչ նկատի ունեմ անմնացորդ, էլի բոլոր մայրերն էլ իրենց զավակներին նվիրված են։ Բայց մորս մոտ, գիտեք ինչ է, իր առողջության հաշվին կլինի, ինչ որ շատ բաների հաշվին կլինի, որ սովորաբար մարդիկ չեն գնում այդ զողողությունների, էլ դա շարունակական զողողությունների շղթա է եղել իր մոտ։ Երբեմն նույնիսկ չափից ավելի է դա եղել, ինչպես է արել, ուրեմն մարդ երիտասարդ ենք, ուշ ենք գալիս տուն, ասենք, ուսանող ենք, դպրոցական, ուսանող, ես էլ եղբայրս էլ, եւ երբեմն շատ ուշ էինք գալիս, մայրս երբեք չի քնել, այսինքն միշտ սպասում էր, դա գիտենք, որ երբ կամ տուն մայրը սպասելու է, դրա համար մեզ համար էլ փորձում ենք հենց անենք, որ շատ ճուշանանք, որտեվ գիտենք նստած սպասում եմ, մինչև մեզ չտեսնի, մինչև բան չարցնի, ոնց եք, ինչ եք, չի քնելու։ Պարոն Վարդության, հիմա կարող եք մերս նախագծի շրջանակներում դիմելով հենց բամջանով ինչ որ բան ասել, որը որ ինչև այսօր մտածել եք, բայց տարածության ու հեռավորության բերումով վերջի շրջանում չեք ասել կամ կուզում եք հենց այսօր ասել։ Իհարկե։ Մամջան շատ եմ սիրում եւ այդ սիրելուց բացի պետք է ասեմ, որ քո այդ գուրգուրանքը, այդ փայփայանքը նաեւ մեզ այն մարդն է դարձրել, որ դու ուզում էիր տեսնել։ Եվ մենք էլ ես ինքս եղբորս անունից էլ ասեմ, թորների անունից էլ սիրում հպարտանում ենք շատ քեզանով եւ առողջություն եմ մաղթում։ Հոր օրինակելի կերպարով մեծացած եւ նրանից ժառանգած արժեքներով այսօր արդեն 3 երեխաների հայր պարոն Բայբուրդյանը խոսում է հոր դերի եւ ամենակարևորի մասին։ Ինչպես ապրել այնպես, որ քո երեխաները ոչ թե պարզապես քեզ հիշեն, այլ շարունակեն քո սկզբունքները։ Հորս հետ միշտ մտերիմ եմ եղել, հիմա էլ ամեն օր խոսում եմ հետը։ Եթե մեկ օր չխոսեմ հետը եւ բավական երկար ենք խոսում, երբեմն կարճ, բայց հիմնականում երկար, եթե չխոսեմ հետը այդ օրը ինձ համար ուրեմն ինչ որ
տարօրինակ է լինում, դին հայրս եւ մայրս միասին ծնողների պատկերացումն են ինձ տվել, մարմնավորումն են հանդիսացել, ինչպիսի պետք է լինի ծնողը, եւ նույնն եմ ուզում կրկնեմ անմնացորդ նվիրվածության ծնողներ հասկացողությունն է ձևավորվել իմ մեջ։ Հայրս երբեք խիստ չի եղել ինձ հետ, երբեք, ոչ ինձ հետ, ոչ եղբորս, բայց սկզբունքներ է սովորեցրել։ Հայ մարդու կերպարը իմ մեջ հայրս է մարմնավորում։ Կարծում եմ, որ եթե այն սկզբունքները, որ հայրս է ինձ տվել, եթե այդ սկզբունքներով զանգվածաբար հնարավորություն լինի առաջնորդվել, կյանքը տարբեր կլինի։ Սկզբունքները ինչ են եղել, առաջինը, որ միշտ դա դավանել է եւ սերմանել է իմ մեջ, դա եղել է նվիրվածություն ընտանիքին։ Ինձ համար էլ դա չափանիշ է դառել, որ ընկերների մեջ, շրջապատումս, որտեղ էլ որ լինեմ, բայց առաջերտին Երևանի մասին եմ խոսում եւ Երևանից դուրս էլ, երբ որ տղամարդը նվիրվածություն չունի ընտանիքին, բոլորովին արժեքը կորցրել են։ Իմ համար դա ազդակ է եղել միշտ, որ այս անձը այն անձը չի, որ կարելի է լիարժեք ընկերություն անել, եթե պատճառները տարբեր կարող են լինել, եթե ընտանիքին նվիրված չէ, ընկերոջն էլ նվիրված չի լինի։ Երկրորդ սկզբունքը հայրս որ դավանել է, դա անմնացորդ հայրենասիրություն, անմնացորդ բառը հատուկ եմ օգտագործում, որտեվ հայրենասիրությունը չի չափվում։ Երբ որ խոսում ենք հայրենիքի մասին, խոսում ենք հայրենասիրության մասին, ի վերջո դա կյանքի կարևոր իմաստներից մեկն է։ Եթե ոչ ամենակարևորը, եւ շատ ուրիշ բաներ, ինչ էլ լինի, հայրս ասել է միշտ պիտի ազնիվ լինես։ Ինչ էլ լինի, ուղիղ, ինչ էլ լինի, շիտակ եղի։ Եվ դա էլ ես իմ զավակներին եմ փոխանցում, եւ զավակներս էլ հաճախ խոսում ենք, որ արդյոք ճիշտ է դա, չէ՞ որ դա կյանքը շատ դժվարացնում է, ասելը շատ հեշտ է, բայց երբ որ դրանով ես առաջնորդվում, այդ սկզբունքով կյանքը դժվարանում է, շատ է դժվարանում։ Հուզական եւ ուժեղ պահեր, որոնք կապված են եղել ձեր հոր հետ։ Որոնք են դրանք եղել եւ ինչպես է դա ձեզ փոխանցել։ Հորս ուժը նաեւ դրսևորվել է միտեղ, որը շատ հետաքրքիր է։ Հայրս պատմաբան է, արևելագետ է եւ դիվանագետ է եւ գրքեր է գրում։ Ուրեմն այդ գրքերը մոտ 2 տասնյակ մենագրություն ունի գրված եւ 200-ից ավելի հոդվածներ։ Ուրեմն այդ գրքերը տարբեր ժամանակաշրջանի, տարբեր երկրների, տարբեր ոլորտների են։ Եվ հայրս միշտ ասում է մարդը եթե տաղանդավոր է կամ մարդը որոշակի ձիրք ունի, Աստված ինչ որ շնորհներ է տվել, դա որպես կանոն նեղ չի լինում։ Դա լայն դրսևորում է ունենում։ Ես ինքս համոզվել եմ, որ հորս նաև այդ աշխատությունները, որ ինքը գրել է, նաև դա ուժ է, ինձ էլ է ուժ տվել։ Մյուսը կյանքում, ուրեմն հայրս չի միջամտել։ Այսինքն ինքը միշտ ինձ հիշեցրել է սկզբունքներ։ Չի ասել, ես ճիշտ է, ես սխալ է, ես մի արա, ես արա, կուզենամ ես անես, երբեք չի ասել։ Ուրեմն շատ բան է եղել, որ նաև այդ ինքնատիրապետումը, որտեղ մենք էլ ես հաճախ նույնը, երբ որ երեխաներիս հետ է կապված եւ բանը, փորձում եմ նույնը անել, չի ստացվում նույն ձևով։ Հետո ի վերջո հասկացել եմ, որ դա ավելի հզոր է։ Դա ավելի մեծ ազդեցություն ունի, ավելի ինչ որ առումով պարտավորեցնող է։ Երկար ժամանակ արդեն երևի չեք հանդիպել ձեր հորը։ Ինչ որ մի պահ մարմնավոր եք իրեն ձեր աչքերի առաջ։ Հորս որ փորձեմ այսպես ոչ թե նկարագրել, այլ ինչպես եմ միշտ տեսնում, ուրեմն միշտ խոսում ենք WhatsApp-ով միասին կամ բանով, Messenger-ով,
Ուրեմն որ զանգում եմ, հայրս այդ միանալու պահը, երբ որ միանում եմ, միշտ իմ մոտ է դա բանը։ Հենց տեսնում է ինձ, որ մի պահ երևում է, չէ՞, լինում է, որ մի քանի վայրկյան կա, որ դու իրեն տեսնում ես, ինքը քեզ չի տեսնում, հետո երբ որ տեսնում է, հենց որ տեսնում է, միանգամից կերպարանա փոխվում է։ Այսինքն այդ էներգիան, այդ լիցքը, որ ստանում է, շփիտ է գալիս հորս միանգամից էլ եւ դա բնական, շատ բնական ձևով, ոչ մի արհեստական բան չկա, էլի։ Այդ հորս դեմքը միշտ այդ եմ ու սպասում եմ, ամեն օր խոսելուց սպասում եմ դրան, որ տեսնեմ, որպես խոսենք, հորս մեծ ուժ կա։ Այդ ուժը դրսևորվում է նաև գիտեք ոնց իր բարությամբ։ Տարօրինակ բան եմ ասում, չէ՞, ուժ դժվարություններով անցած, դժվարություններ հաղթահարած ամբողջ կյանքում եւ այլն եւ շատ բարի մարդ եւ այդ բարությունը դեմքի վրա է հորս Այն սերը, որը որ ստացել ես ծնողներիդ կողմից, պարտավորություն ունես արդեն փոխանցելու քո զավակներին։ Բայց մինչև զավակներին հերթը հասնելը կա սիրելի կինը։ Ինչպես ձեր կինը հայտնվեց ձեր կյանքում։ Ինչպես սերը եկավ ձեր կյանք։ Շուտ եմ ամուսնացել, ասեմ, եղել եմ 20 տարեկան, երբ որ նշանվել եմ, 21 տարեկան ամուսնացել եմ։ Ընկերներիցս առաջինն էի, որ ուրեմն ամուսնացա, եւ բոլորի համար շատ հետաքրքիր էր, թե ինչպիսին է ամուսնական կյանքը, ասում եմ, հրաշալի է, շատ բան։ Վետայի հետ շատ մտերիմ ենք, ոչ միայն ուրեմն որպես ամուսիններ, բայց նաեւ ամեն ինչ իրար հետ կիսող ծանոթացա մանկավարժական ինստիտուտում էր Աբովյանի անվան սովորում, դպրոցական ֆակուլտետում կինս, ես սովորում էի Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում եւ մանկավարժականը իմ սրտին շատ մոտ էր, հայրս էլ էր մանկավարժական համալսարանում աշխատում, ինստիտուտում աշխատում, ժամանակ ինստիտուտ էր կոչվում։ Եվ հաճախ էի գնում մանկավարժական այդ ճանապարհը նաև ես անցած լինելով։ Եվ այդպես ծանոթացանք, մի քանի տարի ընկերություն անելուց հետո ուրեմն ամուսնացանք։ Ոնց եկավ ձեր կյանք, ձեր առաջնեկը ու ինչքան բան փոխվեց առաջնեկի ծննդով։ Առաջնեկը Անին էր, մեծ դուստրս, Անին երբ որ ծնվեց, մեր կյանքը ամբողջությամբ փոխվեց, շատ փոխվեց մեր կյանքը, այդ զավակի բերկրանքը հասկացանք այդ ժամանակ ինչ է իրենից ներկայացնում, Անին էլ շատ ուրախ երեխա էր, շատ մեր կյանքը իմաստով լցվեց։ Արդեն ձեր որդու ծնունդից հետո ինչ բան փոխվեց։ Ինչքանով արու զավակը պարտավորեցնում հորը։ Անին եւ մյուս աղջկաս Թագուն ուրեմն այնքան էի սիրում, որ ուրեմն երբ որ ընկերներով խոսում են, որ տղա է ծնվում, լավ տղայից աղջիկ։ Ես այնքան եմ սիրել աղջիկներից, որ տենց հատուկ չեմ մտածել տղա ունենալ, այսինքն տղա ունենալ ինձ համար բան չի եղել, հատուկ նպատակ չի եղել, չի հանդիսացել ընտանիքի ցեղի շարունակականությունը ապահովելու բանը, տենց իմաստ չեմ տեսել։ Եվ երբ որ Դավիթս ծնվեց, իսկապես փոխվեց, շատ բան փոխվեց։ Առաջին այդ ծնվելու մասին էլ պիտի պատմեմ, մենք այդ ժամանակ Հայաստանում էինք ապրում, բայց հաճախ էինք գալիս Միացյալ Նահանգներ, Դավիթը պետք է ծնվեր։ Ես ուզում էի, որ անպայման իմ երեխաները բոլորը Երևանում ծնվեն։ Ինձ համար դա շատ կարևոր էր, որ Հայաստանում ծնվեն երեխաներս եւ հղիության այդքան ամիսների պայմաններում ուրեմն Իվետայի հետ եկանք Երևան, Իվետան ասում էր լավ կոնե ոչ թե որտեղ ծնվելու համար էլի, բայց ես վիճակովս ճամփորդեմ Երևան, ասեցի լսի կարևոր է։ Համոզեցի շատ կարևոր է, որ գնանք երեխան Երևանում ծնվի ու եկանք Դավիթս Երևանում ծնվեց։ Աղջիկներս էլ, այսինքն շատ ակտիվ, սպորտի մեջ, ուրեմն տարբեր խմբակներ գնալով, ձերքի այսպես հատուկ մանավանդ միջնեկ աղջիկս Թակուին միշտ ունակություններ ուներ, զարմանահրաշ ինչ-որ բաներ էր սարքում ամեն ինչից էլի վերցնում են մակարոն, փայ, տեսվեցնում, հետո արդեն պրոֆեսիոնալ ձևով հետագայում հագուստի դիզայներ դարձավ, բայց Դավիթիս ուրեմն
Այսինքն սպորտի տանելուց սկսած, մտածված, ուրեմն ինչ էի անում, եւ այդ հոգեհարազատությունը տարբեր է, այդ սերը, բանը, որ կա բոլոր զավակների նույնն է, բայց Դավիթիս հետ մի քիչ ուրիշ ձևով սկսեց զարգանալ, ինչ, այսինքն նպատակային մարմնամարզության էի տանում, մարմնամարզության գիմնաստիկայի հետ անցնելուց հետո կարատեի Դավիթը սկսեց գնալ եւ բաներ, շատ լավ համադրություններ, բայց հարցս այն չի թե որից ինչ էր գնում, ինչ էր անում, բայց հարցը այն է, որ ես էլ իր հետ դրանով անցնում էի։ Ոնց որ ես էլ իր հետ այդ բոլորով անցնեմ, այսինքն եւ իր ձևավորման մեջ ոչ թե միայն կողքից էի տեսնում իր ձևավորումը, ինչ որ ձևով ես զգում էի, որ մասնակցում եմ ես այդ իր ձևավորման գործին։ Գիտեք, երբ որ տեղափոխությունները եղավ մեր կյանքում իմ աշխատանքի, իմ բանի առումով շատ դժվար էին տանում երեխաներս։ Եվ վերջում այդ վերջի հատվածն էլ պիտի պատմեմ, մենք Մասաչուսեթսում էինք ապրում։ Դավիթս մի օր ինձ ասեց, պապ ասեց, մի հատ խոսալու բան կա, էլի խոսենք, ասի ինչա Դավիթ ջան, ասեց, պապ ասեց բանը, սիրում եմ ստեղ շատ մանավանդ արևմտյան Մասաչուսեթսը ամերստը շատ էր սիրում դպրոցը, քաղաքը, բայց ասեց երկու տեղ կա, որ կուզենամ ապրել։ Այդ երկու տեղը, ուրիշ տեղ չեմ ուզում ապրել, ասեց, սա երկու տեղ եմ տեսնում ինձ եւ մեր ընտանիքին, ասեցի որտեղ տղա ջան։ Ասեց մեկը Երևանում, մյուսը Գլենդեյլում։ Դավիթիս ասելուց հետո ուրեմն մի հատ ոնց որ ընտանեկան հավաք արեցինք, աղջիկներս Երևանում էին, բայց արդեն եկել էին, նոր էին եկել աղջիկներս տեղափոխվել Երևանից եւ բոլորս միասին քննարկեցինք թե ինչ են ուզում։ Եվ մեծամասնությունը 3-2-ի հարաբերակցությամբ ուրեմն որոշում եղավ տեղափոխվել Կալիֆոռնիա եւ արդյունքում բարեբախտաբար այդ հնարավորությունն էլ կար իմ ճկունությունը աշխատանքի եւ բանի առումով անմիջապես սկսեցի հերավար ձևով դասավանդել իմ համալսարանում, տեղեկացրեցի, որ ուզում եմ տեղափոխվել եւ այսպես անմիջապես աջակցեցին, անցա հերավար դասավանդման, մինչեւ հիմա էլ դասավանդում եմ, նույնիսկ այստեղ Գլենդելից։ Դա 2017 թվականն էր։ 2017 թվականին հուլիս ամիսն էր։ Մենք տեղափոխվեցինք, հաստատվեցինք այստեղ։ Պարոն Բարբության, շատ գեղեցիկ ընտանիք ունեք։ Ձեր ընտանիքի գլուխը հանդիսանալով հանդերձ ձեր կինը ամեն օրվա իր հոգացության ներքո է ապահովում այդ ընտանիքը։ Ուզենամ ուղղակիորեն դիմեք ձեր կնոջը։ Իր հետ երկխոսության տարբերակով գնահատեք, կարևորեք եւ ընդհանրապես արժևորեք իրեն, իր կատարած աշխատանքը, որպես մայր եւ որպես կին։ Մինչեւ դիմելը ուղիղ ձևով ասեմ, որ մանկավարժական ավարտելուց հետո եւ դպրոցում աշխատում էր, կինս տարիներ դպրոցում է աշխատել, միջնակարգ դպրոցում, ուրեմն հետո որ մենք Մասաչուսեթսում էինք, շատ սիրում էր ծաղիկների հետ աշխատել, այդպես ասեմ, գեղեցիկ փունջեր սարքում եւ այլն։ Դա մեր տան մեջ դա միշտ եղել է։ Ուրեմն Բոստոնում իմացանք, որ կա աշխարհի լավագույն դպրոցներից մեկը ծաղիկների դիզայնի եւ գնացինք միասին, կինս 7 ամիս սովորեց, ավարտեց, ուրեմն այդ շրջանը կարճ, բայց 7 ամիս, ուրեմն մեր տանը այնքան ծաղիկ կար, չէ՞ պատկերացնում, դասերից ուրեմն բերում էր, այնտեղ որ պատրաստում էին, ուրեմն այնքան ծաղկեփունջ էր մտնում տուն, որ մեր ոչ միայն կողքի հարևաններին էին տալիս, էլի, բոլոր հարևաններին բաժանում էին։ Կնոջս ուրախությունը գտել էր, հայտնագործել էր իր համար մի բնակավար, մի գործ, որը սրտին շատ մոտ էր։ Այդ ծաղկեփնջեր պատրաստել էլի եւ բան էր, վայելում էր։ Վետա ջան, պետքա քեզ դիմեմ եւ ասեմ, որ այն տասնամյակների կյանքը, որ միասին ենք անցել, բոլոր դժվարություններով, հաջողություններով, ծանր էջերով եւ լուսավոր էջերով միասին ենք անցել։ Սիրով ենք անցել
ինչ որ մի հանգրվանի ենք հասել եւ ես ուզում եմ ասեմ քեզ որպես կնոջս, որպես երեխաներիս մորը, որ շատ սիրում եմ քեզ, շատ սիրում եմ ամեն ինչը, որ մեր ընտանիքի հետ է կապված եւ Աստված տա, որ այն նվիրական նպատակները դու ունես եւ այդ գիտեմ այդ նպատակները ինչ են, մեր նպատակներն իրականություն դառնան։ Այն փոքր տարիքի լուսանկարները նայելով ու այսօր արդեն հասունացած անհատների ձեռքը բռնելով ինչ կուզենաք իրենց որպես ժառանգություն փոխանցել։ Զավակներից դիմելով պետք է հորս խոսքերը կրկնեմ, դա միշտ մեր տանը կա, միշտ հայրս ասել է եւ ես եմ ասել եւ իրենք էլ գիտեն, հորս խոսքերը այն է, որ երբեք չընկճվեք։ Դժվարություններից չընկրկեք, երբեք։ Դժվարությունները հաղթահարելու համար են եւ միշտ պայծառ եղեք, այդպես ինչպեսին կաք, ուրախ եղեք եւ միասին ենք առաջ շարժվում բոլորս եւ այն տաղանդները, որ դուք ունեք, այն նվիրումը, որ դուք ունեք, թող միշտ լավագույնս դրսևորվի ձեր մեջ։ Հանի ջան, Թաքուի ջան, Դավիթ ջան։ Պարոն Բայբուրդյանը հարցազրույցն ամփոփում է խորհրդանշական ուղերձով որպես հայ տղամարդ, գիտակցել քո տեղը ժամանակի մեջ եւ խոհեմությամբ փոխանցել այն, ինչը քեզ է վստահվել, ընտանեկան արժեքներից մինչև հայրենիք։ Որպես հայր հոր եւ իրավունք ինձ վերապայեմ ասելու մոր երջանկությունը նրա մեջ է, որ զավակները երջանիկ լինեն։ Այդ զավակների երջանկությունն է, որ այդ մեծագույն բերկրանքն է, որ ծնողը կարող է վայելել։ Կուզեմ, որ երեխաներս եւ բոլոր երեխաները ընդհանրապես երջանիկ լինեն։ Որպես հայ տղամարդու ասեմ, որ եւ ծնողի, բայց հայ տղամարդու որտեղ էլ որ ապրեք, մանավանդ Միացյալ Նահանգներում, այս հրաշալի երկրում, երբեք կապը չկտրեք Հայաստանի հետ։ Այդ կապը դուք ինչ ձևով ուզում եք պահեք, բայց այդ կապի պահպանումը մեզ համար կենսական է։ Տուն ունենալով Հայաստանում, գնալ գալով, գործ ունենալով, որ դասընթացներ վերցնելով, որևէ ազգականներին այցելելով, բայց միշտ կապը պահեք Հայաստանի հետ։ Այսինքն այդ կապի պահպանումը որպես հայ տղամարդ ասեմ, մեզ ուժեղ է դարձնում, մեզ հզոր է դարձնում եւ որպես հայ տղամարդ կուզենամ ասել, որ իրատեսական լինեք միշտ։ Հայ տղամարդը լինի ուժեղ, խելացի, նվիրված իր ընտանիքին եւ երկրին, իրատեսական ծրագրերով առաջնորդվող եւ խնդիրներ լուծող։ Այդքանը կասեմ։ Ես եմ շարժումների համար, շնորհակալություն ձեր բարի խորհուրդների համար, բանին մեզ հետ եւ մեր երկրի մեր ժողովրդի։ Շնորհակալ եմ շատ, զգացված եմ շատ։ Շնորհակալություն։